Սահմանադրական դատարանն ավարտել է ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը։ Դատավորներն արդեն խորհրդակցական սենյակում են վերջնական որոշում կայացնելու համար։ Ըստ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի դատական ակտը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի օրվա ավարտը։ Ըստակ ժամի մասին հանրությանը կհայտնեն լրացուցիչ եւ նախապես։ Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Միխայել Միշուստինը հեռախոսով են խոսել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Նշվել է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային հումանիտար ոլորտներում համագործակցության արդիական հարցեր։ Զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Տիկին Ալխազղազան Ազգային ժողովի պատգամավոր Ալխազղազարյանը ներկայացրել է օրենսդրական նոր նախագիծ, որով առաջարկվում է ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու հստակ պահանջ։ Ըստ առաջարկվող փաթեթի քվեարկությանը մասնակցելու համար անձը պետք է նախորդող 365 օրվա ընթացքում փաստացի 183 եւ ավելի օր գտնված լինի Հայաստանում։ Այս ժամկետը հաշվարկվելու է հերթական ընտրությունների կամ հանրաքվեի օրվա նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում նախորդող 28-րդ օրվա դրությամբ։ Նախագծով սահմանվում են նաև բացառություններ, պահանջը չի տարածվի այն անձանց վրա, որոնց բացակայությունը պայմանավորված է եղել ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու հանգամանքով։ Պատգամավորի խոսքով նախագծի հիմնական նպատակն է, որ ընտրական գործընթացներին մասնակցելիս կարևորվի քաղաքացիության ուժով պետության հետ անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլև բովանդակային կողմը։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գագիկ Համբարձումյանն այս նախաձեռնությունը որակել է հակասահմանադրական։ Դուք գտել եք միջազգային օրինակներ, այսինքն հարյուրավոր պետությունների մեջ հանգարց գտել եք մի քանի պետություն, որը այս նման կարգավորում է եղել եւ դա էլ արդարացնելու հանգամանքով։ Այդպես կարելի է այդ ձևի վարվել։ Կարծում եմ երևի չէ։ Ֆինանսական խարդախությունների զոհերը բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ, պահանջելով ստեղծել փոխհատուցման թիրախային ֆոնդ։ Տուժած քաղաքացիներից Միհրան Դանելյանը հայտնել է, որ Hello-Bit ներդրումային հարթակում կորցրել է $12,000։ Ես տուժվել եմ Hello-Bit-ից։ Hello-Bit ֆինանսական ներդրումային հարթակից, որը գործել է Հայաստանում, ես կոնկրետ թվերով եմ ասում, 2024 թվականի սեպտեմբեր ամսից բարեհաջող կանաչ ճանապարհ են ցույց տվել այդ հարթակին, աշխատել է մինչև 2025 թվականի նոյեմբերը։ Իրավապաշտպան Մեհեր Կարագյոզյանը քննադատել է նաև հեռախոսների email կոդերի միասնական շտեմարանի ստեղծումը, նշելով, որ այն պարարտ հող է դառնալու կիբերհանցագործությունների համար։ Վանում հանդիպել են հայ եւ թուրք գործարարները, հայտնել է Էրմենի հաբերը։ Կողմերը քննարկել են սահմանային անցակետի բացումը եւ Վանի առևտրաարդյունաբերական պալատի դերը այդ գործընթացում։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Ինտերի հետ նոր պայմանագիր է կնքել։ Այն նախատեսվել է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Անցած մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 39 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Մխիթարյանը Ինտերում է 2022 թվականից։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով Բաքվում է, իսկ արդեն վաղը կայցելի Երևան։ Բրյուսելը փորձում է ամրապնդել իր ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի ֆոնին։ Ադրբեջանում բանակցությունների առանցքում էներգակիրների մատակարարման ավելացումն ու միջին միջանցք տրանսպորտային նախագծի զարգացումն է։ Հայաստանում Եվրամիության ղեկավարը խոստացել է տնտեսական օժանդակություն Ռուսաստանի հնարավոր ճնշումներին դիմակայելու նպատակով։ Bizim gördüğümüz iki tane hareket tarzı var. Թուրքիան կվերացնի բոլոր խնդիրները Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Նա նշել է, որ Թուրքիայի բոլոր պետական մարմինները նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանձնարարությամբ աշխատում են Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Ըստ նրա, Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը ռազմավարական նպատակ է։ Ֆիդանը նշել է, որ միության անդամ պետությունների մեծ մասի հետ երկկողմ քաղաքական, տնտեսական եւ առևտրային հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան։ Konuda Cumhurbaşkanımız da
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Դոհայում անցկացրել են դրական բանակցություններ, իսկ իրանական կողմի հետ տեխնիկական խորհրդակցությունները ընթանում են, հայտնել է Բլումբերգը հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնյայի։ Աղբյուրի խոսքով որոշակի տեխնիկական բանակցություններում, որոնք չեն ընթանում բարձր մակարդակով, առաջընթացը շարունակվում է։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Դոհայում կարևոր կամ ոչ այնքան կարևոր բանակցություններ են սպասվում, սակայն հանդիպումները լինելու են միջնորդների հետ եւ ուղիղ բանակցություններ չեն նախատեսվել։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել է Իրանի ծովային շրջափակումը։ Տեղեկությունը հաստատել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Ծովային շրջափակման վերացումից ի վեր Իրանին հաջողվել է ավելի քան 40 միլիոն բարել նավթ արտահանել։ مذاکره یک روش مبارزه است. Մարկո Ռուբիոն առաջ է տանում իր սեփական կոշտ գիծը, մինչդեռ Ջեյդի Վենսը բոլորովին այլ դիրքորոշում ունի, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա նշել է, որ անցած 5 Ռուբիոն ժամանել է Բահրեյն եւ նրա բոլոր գործողությունները ուղղված էին երկկողմ հուշագրի ու Պարսից ծոցի երկրների դեմ։ Նա փորձում էր հրահրել եւ նրանց լարեր նեղուցի իրավիճակի եւ մեր դեմ, բայց մենք ամուր կանգնած ենք, մենք հուշագիր ունենք եւ մենք խստորեն պահպանում ենք այն, շեշտել է նա։ Խոսնակը նաև հստակեցրել է Թեհրանի սկզբունքային մոտեցումը Վաշինգտոնի հետ հարաբերություններում, հայտարարելով, որ նույնիսկ հիմա, երբ մենք բանակցություններ ենք վարում Ամերիկայի հետ, մենք չենք բանակցում ընկերոջ հետ, մենք բանակցություններ ենք վարում անվստահելի թշնամու հետ, որը անպայման գործողություններ կձեռնարկի մեր դեմ առաջին իսկ հնարավորության դեպքում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի խորքում գտնվող ռազմավարական օբյեկտներին հասցված նոր հարվածների մասին, դրանք անվանելով պատասխան հեռահար պատժամիջոցներ պատերազմը ձգձգելու Մոսկվայի գործողություններին։ Ըստ նրա, արդեն երկրորդ անգամ թիրախավորվել է Ուֆայի նավթավերամշակման գործարանը։ Բացի այդ, Պենզայի մարզում հարված է հասցվել ռազմաարդյունաբերական համալիրի մի ռազմավարական օբյեկտի, որտեղ արտադրվում են ուկրաինական բնակավայրերին հարվածելու համար օգտագործվող հրթիռների բաղադրիչները, ասել է Զելենսկին։ Արգենտինայում բացվել է Լիոնել Մեսիի 26 մետրանոց արձանը, որը համարվում է լեգենդար ֆուտբոլիստի պատվին երբևէ կառուցված ամենաբարձր հուշարձանը։ Նավթարդյունաբերության պողպատից պատրաստված այս հսկան վերարտադրում է Մեսիի հուզիչ պահը 2022 թվականի աշխարհի առաջնության հաղթանակից հետո։ Նա ծնկի է եկած, սեղմում է հավաքականի մարզաշապիկը եւ ձեռքը պարզում դեպի երկինք՝ ի հիշատակ իր հանգուցյալ տատիկի։ Արձանն արդեն իսկ մեծ թվով զբոսաշրջիկների ու երկրպագուների է գրավել եւ համացանցում այն վիրուսային է դարձել։ Նոր հուշարձանը պաշտոնապես գերազանցել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքում գտնվող 21.3 մետրանոց նախկին արձանին, որը հեռացվել է կառուցվածքի անկայունության եւ անվտանգության խնդիրների պատճառով։